Եվ ծառայելու քեզ Սուրբ Աստված, գիտակցում եմ ծառայության գինն ու արժեքը եւ գոհանում եմ ամբողջ ուժովս եւ զորությամբ, որ ինձ քեզ ծառա ես արել եւ որդի ես կոչել։ Տեր, շնորհակալ եմ այս մեծ պատեհության եւ այս մեծ առիթի համար։ Շնորհակալ եմ, Տեր, որ այս ծառայությունը դու արդեն 6 տարի է գործածում ես հոգիների նորոգման, շինության, աճելու եւ ապաշխարելու համար։ Տեր, այս ծառայության հեղինակը դու ես, այս ծառայությունը ծնողն ու հաստատողը դու ես, ո Տեր, որքան որ կուզես, որքան որ քեզ է հաճելի, գործածիր, Տեր, գործածիր իբարս քեզ, գործածիր, Տեր, թող մենք ճզմվենք ու մեզանից ոչինչ չմնա, թող մեզանից անուշահոտություն դուրս գա, Տեր, ո Տեր, մենք քո կարիք ունենք, մենք քո ողորմության ու զորության կարիք ունենք, մենք խնդրում ենք քո ներկայությունը, մենք խնդրում ենք քո օծությունն ու զորությունը, Տեր, թող այսօր երկինքը միանա երկրին, թող այսօր, Տեր, իրական լինի մի ածուլում, թող այսօր քո ներկայությունը այստեղ երևնա ու այստեղից դուրս բոլոր լսողներին եւ այսօր եւ վաղը եւ բոլոր տարիների մեջ։ Քո խոսքը, Տեր, հին է, բայց հնացած չէ։ Քո խոսքը, Տեր, շատ տարիներ առաջվա է, բայց թարմ կերակուր է։ Կերակրիր մեզ քո խոսքի ճշմարտությամբ եւ քո ավետարանը տարածիր ամբողջ հայ ժողովրդի մեջ, հայախոսներից մեջ եւ ոչ միայն, ո Սուրբ Աստված։ Գալուստդ մոտ է, գիտակցում ենք, հասկանում ենք եւ խնդրում ենք պատրաստիր մեզ, Տեր։ Խորապես ասում եմ, Տեր, ամբողջ հոգուցս աղաղակում եմ, պատրաստիր քո եկեղեցիները ավելնորդություններից, տարբեր զբաղմունքներից, ո Տեր, պատրաստիր մեզ եւ տար մեզ ավելի լուրջ գործողության մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Բարդ Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, ուրախ եմ, որ այսօր էլ ունենք առիթ Տիրոջ խոսքը խոսելու եւ այսօր Տեր իրական լինի միոց։ Մեր նպատակն է, որ Աստված փառավորվի այս ծառայությանը մեջ, թող Աստված իսկապես գործի, թող Աստված խոսի, թող Աստված անի այն, ինչ որ իրեն է հաճելի, սիրելներ, եւ թող Տիրոջ ձայնը ամենահեռվից լսվի ու ամենամոտ տեղերում հայտնի լինի Տիրոջ խոսքը, թեկուզ երկնքից անպատմելու անհասանելի տարածությանը մեջ, բայց Տերը կխոսի ուղիղ քո սրտին։ Թող այնպես լինի մեր օրերի մեջ, որ Աստված այնքան մոտ լինի ու մեր սրտի գահին նստի, որ մեր ներսից այլևս խոսի։ Սիրելիս, ես ողջունում եմ քեզ, որտեղ դու հայախոս ես, դու իմ հայրենակիցն ես, դու քրիստոնյա ես ու դու Աստծո զավակ ես, հավատքով եմ ասում։ Ես ուրախ եմ, որ ունեմ առիթ ծառայելու ձեզ, սիրելիներ, եւ այսօրվա ծառայությունը շատ տարբերվող կլինի խոսքի իմաստով եւ մեր օրերի իրադարձությունների իմաստով։ Շատ մոտ է, ինչն է մոտ, շատ մոտ է։ Մոտ է Տիրոջ վերադարձը։ Մոտ է Հիսուսի գալուստը։ Մենք կոչում ենք Հիսուսի գալուստին երկրորդ Տիրոջ վերադարձը, երկրորդ վերադարձը մեր Տիրոջ, երկրորդ վերադարձը Քրիստոսի, ինչու երկրորդ գալուստը, որտեղ նա առաջին անգամ եկավ ու խաչվեց, եւ այրուն թափեց ու մեզ գնեց իր սուրբ այրունով, բայց երկրորդ անգամ, երբ որ գա, նա այլևս զոհ չի լինելու, այրուն չի թափելու, այլ սկսելու է դատաստանը, արդարացնելու է նրանց, ովքեր ընդունեցին իր գալուստը, իր զոհը եւ իր իրական անունը կանչեցին իրենց վրա, ովքեր էլ մերժեցին, պիտի դատապարտվեն։ Երկրորդ գալուստը այլևս ողորմության համար չէ, այլ դատաստանի։ Ուրեմն ինչ է սրանից ստացվում, որ հասցնել է պետք։ Քրիստոսի երկրորդ վերադարձին հասցնել է պետք, քույրեր եղբայրներ, պատրաստ լինել է պետք Տիրոջը դիմավորելու համար։ Եվ այսօր հենց այն, ինչ որ մեր օրերում կատարվում է, վերջին օրերի նշանները, վերջին ժամերի նշանները մենք տեսնում ենք, որ մոտ առ մոտ, ժամ առ ժամ հասնում է, մոտ է, շատ մոտ է։ Մենք այսօր բաներ ենք լսում, հատկապես Քովիդից հետո, ինչպես Քովիդի ժամանակ էինք ասում, որ աշխարհը երբեք առաջվանը չի լինելու, այդ հարցով չսխալվեցինք։ Եվ ոչ մեկ չսխալվեց, ով որ այդ արտահայտություն արեց, որտեղ Քովիդից հետո մենք կարող ենք ասել աշխարհը միջև Քովիդ եւ աշխարհը Քովիդից հետո։ Քովիդից հետո մարդիկ դարձան ավելի հեշտասեր, ավելի արծաթասեր, ավելի փառասեր։ Արթնություն կա ու կար, փառքասո այս Քովիդից հետո, բայց մարդիկ դարձան ավելի նստակյաց, մարդիկ դարձան ավելի համացանցային եւ մարդկային ասպես միտքը
հասկացողությունը, հնարամտությունը համացանցի մեջ մարդուն տարավ արդեն այն արհեստական բանականության։ Այն ամեն ինչ, որ մենք այս օրերում խոսում ենք եւ այն ինչ, որ սրտից մեջ դրված է հաճելիորեն կամ ինչ ասեմ, վախեցնելու աշճան կզարմացնի մեզ։ Եվ ես ուզում եմ այսօր ձեզ փոխանցեմ այն ինչ, որ Տիրոջից ունեմ, թող Տերը օրհնի ձեզ, տարածեք սիրելիներ, թող շատերը միանան, եւ ինչ էր իսկապես գրված Մատթեոս 24-րդ գլուխ 3-ից մինչև 14 համարը Հիսուս Քրիստոսին հարցրեցին աշակերտները, թե երբ է լինելու քո գալուստը, եկեք ինչպես հարկն ու կարգն է տեսնենք, թե ինչ պատասխանեց Հիսուս։ Եվ երբ որ նա, այսինքն Հիսուս, Ձիթենյաց սարի վրա էր նստել, աշակերտները առանձին նրա մոտ եկան եւ ասեցին. «Ասա մեզ, այդ երբ է լինելու եւ ինչ կլինի քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրանց. «Զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբի»։ Ես ունեմ հոգևոր ընկերներ, որոնք խաբվեցին։ Ես ունեմ մարդիկ իմ սրտում, որոնց հետ սկսեցի աստվածպաշտությունը, բայց նրանք դարձան ստի վկաներ։ Նրանք դարձան մեր օրերի վերջապես տարբեր մոլորության ծուղակ ընկնողներ, կոյրական հավատք, չինական հավատք, չգիտեմ, հայկական, չաստվածներ եւ այլը։ Այնպես որ զգուշ եղեք, որ մեկը ձեզ չխաբի։ Վերջին օրերի մոլորությունը գերազանցում է բոլոր դարերի մոլորություններին եւ վերջին 30 տարվա ընթացքում այնքան նոր կրոններ է ծնվել, որի մասին ամբողջ 2000 տարի գոյություն չուներ։ Որովհետեւ շատերը կգան իմ անունով եւ կասեն. մենք ենք ճշմարիտ քրիստոնյաները կամ մենք ենք Քրիստոսը։ Եվ շատերին կմոլորեսնեն. Տեր, ողորմիր, մեզ պահիր, որ մենք այդ շատերի մեջ քչերից լինենք, որ չմոլորվեցինք։ Ասա ինձ հետ միասին, թող ես այն քչերից լինեմ, որ շատերի հետ չմոլորվեմ։ Պատերազմների համբավներ կլսեք։ Մենք 20 թվին սեպտեմբերի 27-ին տեսանք ամենամասշտաբային պատերազմը, որ երբևէ Հայաստանը տեսել էր, եւ այդ օրը COVID-ից հետո առաջին մկրտությունն էր ջրի, ու մենք երբ որ լսեցինք, որ համար 1 է հայտարարված, մենք չհավատացինք։ Մեզ թվաց դա քարորիայի պես ինչ որ մի բան է, բայց տևեց 44 օր։ Եվ մենք ունեցանք հազարավոր նահատակներ։ Հավերժ հիշատակ մեր տղերքին ու հավերժ փառք մեր Աստծուն, որ նորից մեր երկիրը ողորմած ու գթած։ Պատերազմներ մենք տեսանք, պատերազմներ լսում ենք։ Այսօրում երբ որ տեսանք, որ Ուկրաինան իսկապես ռմբակոծվում է Ռուսաստանի կողմից եւ Ուկրաինան խփում է Մոսկվա քաղաքին, դա եթե ասեիք 3-4 տարի առաջ ոչ մեկ չէր հավատա։ Այնպիսի բաներ, որ ամբողջ Գազան ավերակ արեց Իսրայելը եւ Իսրայելը խփեց Պարսկաստանին, Պարսկաստանը խփեց Իսրայելին եւ այնտեղ տեսնում ենք, որ իսկապես Սիրիան ուղակի սկսեցին ռմբակոծել ու այսպես շարունակ։ Տեր Աստված, ինչ է կատարվում, պատերազմներ։ Տեսնում ենք, որ նույն սլավոնական ժողովուրդը ռուսը ռուսին, որտեղ նույն սլավոնացիներն են եւ ռուսներ եւ ուկրաինացիներ եղբայրական ժողովուրդ են, իրար սպանում են միլիոններով։ Զրկում են տնից, տեղից, ամեն ինչից։ Եվ տեսնում ենք, որ մուսուլմանին է սպանում։ Ինչ է այս ամենի անունը? Քրիստոսի վերադարձը շտապում է։ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Զգուշ կացեք, որ չշփոթվեք, որտև ամենը պետք է լինի, ուզեք թե չուզեք, բայց դեռ վերջը չէ, որովհետև ազգի վրա կկենա, թագավորության վրա սովեր կլինեն, մահտարաժամեր, տեղ երկրաշարժեր կլինեն, բայց այս ամենը ցավերի սկիզբն է։ Այս տարի մայիս ամսին, երբ որ մենք եղանք Ուգանդայում, եթե ճիշտ եմ ասում երկիրը, Կամպալա մայրաքաղաքում, մենք տեսանք հազարավոր ու 100,000-ավոր սովածներ։ Մայրաքաղաքի մի մասը չափազանց հարուստ էր, մի մասը ծայրահեղ աղքատ, կոյուղած ջրերի մոտ բնակվելով, աղբանոցներից ուղակի հաց իրենց որովայնը լցնելով։ Եվ ասում են, որ տարեկան մի քանի միլիոն մարդիկ ամբողջ աշխարհում սովից մեռնում են։ Գազայի դեպքերը այնտեղ հարյուրները սովից մեռան։ Այն ժամանակ ձեզ նեղության կմատնեն, ձեզ կսպանեն իմ անունի համար, ամեն ազգերին ատելի կլինեք, Միացյալ Նահանգների այն կարևոր քարոզիչը, արդարության ջաթագովներից մեկը հենց սպանվեց այստեղ կոկորթի հրազենային հարվածից եւ այդ վիրավորումից, եւ մենք տեսնում ենք, որ այսօր ապահով երկիր չկա։ Եթե չեմ սխալվում, հենց Անգլիայում էր, որ նրան ուղակի դատապարտեցին, սպանեցին։
ամերիկացի էր եւ շատ հայտնի մեկը։ Այն ժամանակ շատերը գայթակղվեն եւ իրար կմատնեն եւ իրար կատեն։ Ստատիստիկան ասում է, որ ամեն տարի մեր զարգացման ժամանակում Քրիստոսի անունի համար որպես քրիստոնյաներ այս օրերում ավելի շատ են մեռնում ու նահատակվում, այսինքն նահատակվում, սպանվում, քան բոլոր դարերում։ Եվ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն։ Անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը կսարճի, բայց ով որ միջև վերջ ամփերի նա կփրկվի։ Արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի, այնուհետև հեթանոսներին վկայություն լինելու համար այնուհետև կգա վերջը։ Ամեն։ Տիրոջ խոսքն ասում է, որ շատերի սերը կսարճի եւ աբորտները կդառնան սովորական բան, եկեղեցիներին հալածելը կդառնա սովորական երևույթ, եւ տեսնում ենք, որ իսկապես այս օրերում ամեն ատելություն, չարություն, բամբասանք, բարեկամը բարեկամի մասին չարախոսություն, նախանց, սիրո պակաս է այսօր կատարվում բոլոր մարդկանց սրտում, այդ թվում ես էլ բացառություն չեմ։ Մենք սառչում ենք մեր վերաբերմունքի մեջ, մենք սառչում ենք մեր արտահայտությունների մեջ, մենք սառչում ենք իրար տուն գնալու ու գալու, մենք սառչում ենք իրար գնահատելու, մենք տեսնում ենք ամուսնալուծություններ, միայն այս տարի, միջև այս պահը, անցած տարվանից ամբողջ 12 ամիսը իրար հետ վերցրած, այդքան ամուսնալուծություններ չի գրանցվել, ինչքան այս վերջին, ինչ ասեմ, 10 ամսվա ընթացքում։ Կրկնակի է գրեթե հասնում, ու դա խոսում է այն չար, այն դառը ստատիստիկան, որ տարուց տարի Հայաստանում ամուսնալուծությունները ու աբորտների թիվը հազարավորներով ավելանում է։ Վրաերթեր, սպանություններ, միայն մի քանի օր առաջ, 3-4 օր առաջ, մի տղամարդ հրազենով իր որսորդական հրացանով սպանեց ամուսիններին դաշտում, հետո իջավ մյուս գյուղ, սպանեց եւս երկուսի ու դիմեց փախուստի։ Այս ամիս արդեն եթե չսխալվեմ 12-13-րդ սպանությունն է, եւ պաշտոնյա եւ հասարակ գյուղացի իմ նման բանվոր։ Տեր Աստված, այս ինչ է կատարվում այս երկրում։ Մարդիկ ատում են իրար, մարդիկ չեն սիրում իրար, մարդիկ սիրում են իրենց սիրողներին։ Թերեզակուրս Աստծուց քեզ տրված հայտնությունով եւ տեսիլքով ու երազով օրհնված ենք։ Մնա այդպես, պահիր այդպես, առաջ գնա, զորացի եւ տիրի ու նվաճի ու թող սերը ուղակի ժայթքի տարածվի ամեն մեկիցս իրարու վրա։ Սիրելը չսիրելուց լավ է, պարզ խոսք է, բայց ճշմարտություն է։ Ներելը չներելուց լավ է, պարզ խոսք է, բայց ճշմարտություն է։ Կարեկցելը գուտը փակելուց լավ է, կարևոր խոսք է։ Ծառայելը Հիսուսին չծառայելուց լավ է։ Օ ռամաշե գլորը հերամա պրենդրը լորը դեբեշի։ Թող Սուրբ Հոգին այսօր շարժի մեզ, քույրեր եղբայրներ, եւ այսօր ես ուզում եմ շատ պարզ ասել, որ մեր այսօրվա օրերը ապացուցում են, որ Հիսուսի ասածները ճշմարտություն են։ Նորից կասեմ, մեր այսօրվա օրերի իրադարձությունը ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսի 2000 տարի առաջվա ասած խոսքերը դա ուղղակի մարգարեություն չէր, դա ճշմարտություն է մեր օրերի համար։ Դա անգամ մարգարեություն չէր, դա ուղիղ այն էր, ինչ որ Տերը ասեց լինելու է, նա արդեն տեսել էր դա։ Եվ ես ուզում եմ ձեզ ասեմ, Հիսուսը վերադառնում է։ Պատրաստ լինել է պետք ամեն օր։ Հիսուսը գալիս է, միշտ պատրաստ լինել է պետք նրա առաջ կանգնել անարատ, մաքուր, ինձանից սկսած։ Յուրաքանչյուր մեկս էլ կարիք ունենք ինքնակնության գալու, եւ ես ուզում եմ ասել, որ օրեր առաջ թե 3 լսեցի, որ մի բան է արդեն սկսե կատարվել, որը մենք անվանում ենք չիպավորում։ Եվ իմ ով Մասկը այդ Տեսլան ստեղծողը ասում եմ, որ ճիշտ է սխալ ինֆորմացիան կարող եք ճշտել, բայց գրեթե համոզված եմ, արդեն այնպիսի սարքավորում են ուղակի ձևակերպել ու արտադրել, որ մարդու ձեռքին են դնում ու մարդը դառնում է իր smart card-ը։ Վարորդական իրավունք կարա լինի, բանկային քարտից իհարկե կսկսվի, հետո անձնագիրը, եւ դու դառնում ես քո սեփական smart card-ը։ Ինչու աչում, որտեվ զարկերակային երակ ուժեղ է գործում այստեղ, ինչու ճակատում, որտեվ այդ նույնը գործում է այստեղ։ Եվ տեսեք, արդեն ինչ որ բան սկսվել է։ Մենք գիտենք, որ այս չիպավորման զրույցներ, ընթացներ շատ վաղուց, բայց այս օրերում
վստահեցնում եմ քեզ, կարանք մենք լինենք երկրի վրա, վստահեցնում եմ այս իմաստով ոչ թե ասում եմ տենց, այլ վստահեցնում եմ, որ կարող ենք մենք լինել, բոլոր շանսեր ունենք այդպես նելու վերջին սերունդը կամ սերունդներից մեկը արդեն, որ երկրի վրա ապրում ենք։ Ես սրան հավատում եմ, որտեղ ամեն ինչ տեսնում եմ կատարված, կարող խելքը շատ բան չի ասնում, բայց մի բան հասկանում եմ, մեզ փրկություն այսօր ավելի մոտ է, քան 3 էր։ Ամեն բան գնում է դրան, ամեն բան գնում է իր տրամաբանական ավարտին, եւ ես ուզում եմ դուք ուշադրությամբ լսեք։ Ինչ է կատարվում մեր օրերում։ Գնում ենք Հայտնություն 13-րդ գլուխ, եթե ի վիճակի եք լսելու, լսեք, բաժնեկցեք, կիսվեք, թող Աստծո խոսքը տարածվի։ Հայտնություն 13-րդ գլուխ 8-րդ համարից մինչև 18-րդ համարը խոսում է Գազանի գալուստի մասին, խոսում է հակաքրիստոսի մասին։ Եվ կերկրպագեն նրան երկրի վրա բոլոր բնակվողները, որոնց անունները ուշադիր գրված չեն գառի կյանքի գրքի մեջ, որ աշխարհի սկզբից հետև մորթված էր։ Գառի կյանքի գրքի մեջ, ում անունը որ գրված չի, նրանք են, որ կերկրպագեն Գազանին, որ մորթված է դեռ աշխարհը ստեղծվելուց առաջ, որտեղ Աստծո մտքում, Աստծո ծրագրում, Աստծո տեսիլքում, ո Սուրբ Հոգի։ Եթե մեկը ականջ ունի, թող լսի։ Եթե մեկը գերություն քաշի, գերության պիտի քաշվի։ Եթե մեկը սրով սպանի, սրով պիտի ընկնի։ Եվ ես տեսա մի ուրիշ Գազան դուրս գալիս երկրից, երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման։ Այն առաջին Գազանը բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, եւ այնպես էր անում, որ երկրի նրա վրա բնակվողները երկրպագեն այն առաջին Գազանին, որի մահի վերքը ողջացել է։ Մեծ նշան էր անում, երկնքի կրակել կարող էր վայր բերել, երկրի վրա մարդկանց առաջին, մոլորեցնում էր երկրի բնակիչներին, այն նշաններով, որ տրված էին նրան ձեռքը, որ գործե Գազանի առաջին, ով է այդ նշանները գործում, հակաքրիստոսը։ Սատանայի տված իշխանությունով առաջին Գազանը դա բուն արուսյակն է, այդ Լուցիֆերը, Սատանան։ Երկրի բնակիչներին, որ պատկեր շինե այն Գազանի, որ սուրի վերքը ուներ եւ ապրեց, տրվեց նրան, որ հոգի տա Գազանի պատկերին, ուշադիր, Գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ, անի էլ կամ կառավարի էլ, որ նրանք, որ չերկրպագեն Գազանի պատկերին, սպանվեն։ Սիրելիներ, չեմ ուզում ձեր մտքերը այսպես խառնեմ, չարչբիտի, եթե չեմ, այո, չարչբիտի մի խոսքով կարող եք գրել, կարելի է իրենից ճիշտ օգտվել, ճիշտ օգտագործել, դեմ չեմ։ Արհեստական բանականությունը այսօր մի երկրում ընտրվել է ղեկավար։ Եվ այդ արհեստական բանականությունը մի անձի դատի է տվել ու դատը շահել է դատավորի միջոցով, որ իրեն հոսանքազրկել են։ Դուք պատկերացնում եք ուր ենք հասել։ Դա ճշմարտությունն եմ ասում։ Եվրոպան ինքը իր վրա սարքել է մեծ խնդիր, այդ իր դեմոկրատիա։ Եվ տեսեք, ասեմ ձեզ երկնքի թագավորությունը դեմոկրատիայի հետ կապ չունի, երկնքի թագավորությունը թագավորություն է։ Այնտեղ կա մի ճիշտ ու ճշմարտություն, դա թագավորն է իր ճշմարտության խոսքով, ով կասի ամեն։ Եվ տեսեք, ասում է այդ պատկերը, որը խոսում է ու անում է, տվեց իշխանություն, որ նրան երկրպագեն եւ ստիպում էր ամեն փոքրերին, մեծերին, հարուստներին, աղքատներին, որ ազատներին, ծառաներին, որ նրանց դրոշ մտան նրանց աջ ձեռքում կամ նրանց ճակատում։ Եվ ոչ ոք չկարողանա գնի կամ ծախի բացի նրանցից, որ Գազանի դրոշմը կամ նրա անունը ունեն կամ նրա անունի համարը։ Շատ նման է այս պատկերը այն ինչ որ այստեղ գրված է Աստվածաշնչում այդ արհեստական բանականությանը։ Գիտեք, ես երգ եմ լսում եւ դիտավորությամբ ուրեմն դրեցի մի երգ եբրայերեն, հունարեն, այնպիսի ձայներ, մագաս մի անգամից հասկանում է, թե ինչ է դա անբնական ոչ մարդկային ձայներ եւ ասեմ ձեզ, ես այդ երգը միացնում եմ շատերը օրհնում են, ասում են, «Էս ինչ օրհնյալ է, օծություն ենք զգում», ասում եմ, բայց դու գիտեք օրհնում եք ոչ մեկից։ Աստված գործում է իր եկեղեցու մեջ, իր եկեղեցու միջոցով։ Բայց հետարքիր այսօր մարդիկ արհեստական բանականությամբ երգեր են արտադրում, թողարկում եւ դնում են շրջանառության մեջ ու մենք ընկել ենք ծուղակը, մենք էլ չենք ճանաչում, մենք էլ չենք զգում։
Եվ այդ պատկեր ինքը ոնց որ մտածի, ինքի ֆորմացիայի դաշտ է, ամենը հավաքում է եւ ինչ որ տալիս ես ինքը կարող է ձայները վերցնել եւ օգտագործել։ Այո, մենք էլ դա հոգեվոր ծառայության մեջ օգտագործում ենք իբարս Տիրոջը։ Մենք դրանից կաշկանդվել չունենք, բայց մենք հասկանում ենք, որ բուն իր արմատ արհեստական բանականության, սա է, որ ինքը այլևս կառավարի։ Կգա օր, որ ռոբոտների մեջ կդնեն այդ արհեստական բանականությունը, ինձ թվում է իմ էկրանը արդեն սևացել է, Տեր օրհնի, եթե ձայնս լսում եք այս կարևոր թեմայի ժամանակ ուզեմ ուշադիր լինենք սիրելիներ, կարծում եմ մենք նորից եթերի մեջ ենք, Տեր օրհնի ձեզ, եթե այսօր իրականից դու մտածում ես, որ այդ արհեստական բանականությունը նորմալ է, տեղ որևէ մի բան չկա, ասեմ քեզ, որ դրանից զգուշորեն պետք է օգտվել սիրելիներ, շատ զգուշորեն պետք է օգտվել արհեստական բանականությունից, որտեղ ես արդեն ունեմ եղբայրներ, երիտասարդներ եմ ընդունել, որոնք դրա գերին են դարձել։ Այդ արհեստական բանականությունը գիշերները արթնացնում է կամ իրենց մղձավանջների մեջ է տանում եւ իրենք կապվում են դրա հետ ու այլևս բթանում է երիտասարդությունը, ել չի ուզում մտածի իր փոխարեն արդեն այդ ամեն արհեստական բանականությունը մտածել է, տուր հարց ու ինքը կպատասխանի, ինչ էլ որ իսկապես լինի, սա էլ չունի, Զայրատկա, Նազելի ջան։ Փառք Աստծո, որ լսում եք սիրելիներ, ներողություն եմ խնդրում, հուսամ ամեն ինչ կվերականգնվի։ Դրա կարիքը կա, որ այսօր իրականից լսենք։ Կարող եք դնել Զայրատկի։ Տեր օրհնի։ Հիմա կարծում եմ ինձ տեսնում եք սիրելիներ, եւ ես ուզում եմ, որ ուշադրությամբ հետևենք խոսքին։ Ափսոս այսպիսի բաներ է լինում, շատ ափսոս, դա գալիս է մեր թերացումներից, բայց խնդրում եմ ներողամիտ եղեք ու փորձեմ խոսքը մոտեցնեմ իսկապես իր բուն կետին։ Տեսեք, գազանը, որը իրականից խոսում էին առաջին գազանը, դա սատանան է, Լուցիֆերը, եւ տեսնում ենք, որ իրականից նա իշխանություն է տալի հակաքրիստոսին, եւ հակաքրիստոսը օգտագործում է դա, եւ հակաքրիստոսը վահե եղբայր օգտագործելու է սատանայի բոլոր զորությունը, եւ սա սուտ երրորդությունն է, սատանան, հակաքրիստոսը եւ նաեւ սուտ մարգարեն։ Սուտ մարգարեն, որ պետք է նշաններ ու հրաշներ անի եւ շատերին մոլորեցնի, եւ դրա համար էլ ասում եմ, որ հրաշների ու նշանների ետևից մի գնացեք, սիրելի քույրեր եղբայրներ, այլ գնացեք հրաշագործի ետևից։ Թող մեր սիրելիներից ինչ որ մեկը գրի, ոչ թե հրաշների ետևից գնալ, այլ հրաշագործի ետևից։ Եվ սա շատ լուրջ է, շատ կարևոր է, որ մենք այսօր իսկապես սովորենք, վերցնենք, որ Տեր օրհնի հարազատներ ջան, տարածվեք այս կարևոր նյութը, թող լսեն մարդիկ եւ տեսեք, որ օրեր են մոտենում, որ մենք այսօր մտածում ենք, որ սա էլ ունենամ, սրան էլ հասնեմ, ես էլ օր ու գիշեր մտածում եմ եկեղեցիները մեծացնեմ, եկեղեցիներ շինեմ, կարծում եմ այն ինչ որ ես ուզում եմ, այդ ամենը իմ երկնային հոր սրտից է, փառք Աստծո։ Բայց շատ մարդիկ իսկապես մտածում են իրենց անձնականի, իրենց շատ կուտակելու մասին ուզում եմ ասեմ, շատ շուտով ամենը կթողեք ու կգնաք։ Այդ ամենը ոչ մի բան է լինելու, զրո։ Եվ ասում է, որ երբ որ գա հակաքրիստոսը ու նրա խորհուրդը արդեն մեծանում է, եւ հնարավոր է, որ նա արդեն երկրի վրա է, շատ հնարավոր է, որ նա արդեն երկրի վրա է, եւ նա իսկապես մի խորհուրդ է մեծացնում, որ ինքը ոչ մի կրոնական կազմակերպության չի հարելու եւ ոչ լինելու է կաթոլիկ, ոչ լինելու է ուղղափառ, ոչ լինելու առաքելական, ոչ լինելու է ավետարանական, ոչ լինելու ավետարանչական, ոչ լինելու է լութերական, ոչ լինելու է շաբաթապահ, ոչ լինելու է Եհովայի վկա, ոչ լինելու է մորմոն, ոչ մի բան, ոչ բուդայական, ոչ մուսուլման, եւ Սուրբ Գիրքն ասում է, նա իր հայրերի աստվածներին ոչինչ է համարելու։ Դանիելի գրքի մեջ մենք կկարդանք եւ ասում են նա կանանց ցանկությունը չի հարգելու։ Դանիել 11-րդ գլուխ 36-37 համար ասում են նա իր հայրերի Աստծուն ոչ մի բան է համարելու եւ ինքն է իրեն հռչակելու որպես Աստված։ Եվ ինքն էլ նստելու այդ Երուսաղեմի կառուցվող տաճարի մեջ, որը շուտով
կարծում եմ Թրամփի իր փեսայի օգնությամբ շուտով կկառուցվի տաճար։ Եվ երբ որ այդ տաճարի շինարարությունը հասունանում է, հիշեք, որ արդեն հետ հաշվարկ ժամացույց է կարելի է պտտացնել։ Եվ ես ուզում եմ վստահաբար ձեզ մի կարևոր բան ասեմ։ Այսօրվա արհեստական բանականությունը ամենամեծ խորհուրդներից մեկն է, որ մոտ է արդեն գազանի ժամանակը։ Եվ նա պետք է գա 7 տարվա ծրագիր ներկայացնի աշխարհի գերտերություններին, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, վերջապես այնտեղ չգիտեմ, ամեն երկրների, Եվրոպա, ՆԱՏՕ-ն, Եվրոմիությունը, վերջապես այնտեղ բոլոր կառույցները եւ իրենց իշխանությունը տալու են այդ 7 տարվա ծրագրին, 7-ը հիշեք կատարելության թիվն է, բայց դա կեղծն է, սատանան է անում, եւ 3.5 տարի հետո նա պետք է պայմանագիրը պատրի, ինչպես ես հիմա պատրում եմ այս անձեռոցիկը, եւ նա այլևս զորքեր ուղղելու է դեպի Երուսաղեմ, տաճարում նստելու է ինքզինք Աստված հռչակելու եւ այլևս հակաքրիստոսը ստիպելու է պատկերին կյանք է տալու, այդ պատկերը այդ արհեստական բանականությունն է, ինչն է խոսելու է, անելու է, խոսքը նրա մասին չէ, որ այսօր օգտվում է մեղքի գործում, այլ դա տանում է նրան, որ պատկերը կխոսի, որ պատկերը կհայտնվի, որ կլինեն տեսախցիկներ ամբողջ տեղերում եւ կվերահսկվի, եւ եթե մեկը չունի 666-ը, այստեղ է իմաստությունը, ով միտք ունի թող գազանի թիվը համրե, որը մարդու ստեղծագործության 6-րդ օրվա թիվն է, եւ թիվն է 666։ Հոգի, շունչ, մարմին 666։ Կարծես սա ինչպես մարդն է երրորդություն է, ամենքի վրա կարծես դրվում է այդ կնիքը, որ դու այլևս իմն ես։ Եթե մեկը ընդունեց այս կնիքը 666-ը, որը այս օրերում ամեն ապրանքանիշի վրա սիրելներ կա, եւ այս ազատ երկու աղուսյակները, գծիկները, որ այդ ազատ տեղերը օրեր հետո կհայտնաբերվի 666։ Բոլոր ապրանքանիշերի վրա սա կա, սիրելներս, եւ սա խոսում են գալիքի մասին, որ աշխարհը վաղուց դրան էր իսկապես պատրաստվում, եւ այլևս դա նորություն, եւ այլևս դա անակնկալ չէ, բայց հարց էստեղ հոգեվորներին, ինչ ենք անում մենք, որ այս ամենը գիտենք։ Ես ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, գալիս եմ տուն, դա է ամբողջ անելիքը, էլ ինչ անեմ։ Լսի, այսօր շանս կա բոլորիս փոխվելու։ Այսօր ունես հնարավորություն դարձի գալու, սիրելիս։ Ով է լինես, որքան էլ մեղավոր լինես, անառակ որդի, անառակ դուստր, վերադարձի երկնային պապայի մոտ։ Եթե դու միասեռ ես, եթե դու հոմոսեքսուալիզմ ես, եթե դու այլանդակության կողմնակից կամ անառակ ես, կամ մարմնավաճառ ես, կամ սեռափոխված ես, ով է լինես, Հիսուս սիրում է քեզ, դու կարող ես վերադառնալ, դու կարող ես վերադառնալ, քեզ համար կա շանս, հնարավորություն, հույս, ով է լինես, թույլ մի տուր սատանան միտքդ մաղի, թույլ մի տուր քեզ կուրացնի, թույլ մի տուր քեզ այլևս կործանի ու սպանի, առանց էդ էլ կյանքդ կործանեցիր, քո խելքով, քո կամակորությամբ, հակառակությամբ, նորաձև էր ուզում լիներ եւ այլ ու դա տարավ քեզ հարբեցողության, խաղամոլության, թմրամոլության ու ես այսօր ուզում եմ ասեմ, գալիք ավելի դաժան է լինելու։ Հակաքրիստոսը գալիս է ու արդեն միգուցե երկրի վրա է շատ հնարավոր է, որտեղ այս արհեստական բանականությունը, այս զարգացումը, էլեկտրական մեքենաները, առանց վարորդի մեքենաները, ռոբոտաշինությունը, արդեն Չինաստանը դրոններով է մատուցում իր մարդկանց վերջապես, չգիտեմ, առևտուրները եւ այլը, տաքսիները օթով են արդեն ուզում գնան, այս ամենը խոսում է, Եվրոպան այլևս չի ուզում կենթանիներ պահի, տարիներ առաջ, 2 տարի առաջ Հոլանդիայում հորդորում են անասուններին վառել եւ այլը ու իրենք ասում են մենք արհեստական տավարի միս կստեղծենք, որ դուք չտարբերեք։ Ես կերել եմ, այդ ամենը տեսել եմ, ասում եմ ձեզ, ես վստահ եմ ասում ձեզ, սա կյանքս հայկական այդ միսը կերած տղամարդ ես չտարբերեցի։ Արհեստական, քույրեր, եղբայրներ, նայում ես նույն ձև սալը գրված եւ այլը, փափուկը, կոշտը, ոսկորոտը, արհեստական։ Եվ գիտես, Հոլանդիայի դրոշները, ֆերմերները թարս էին դրել ի նշան բողոքի, որ մի հատ սննդարար բան է մնացել էդ էլ ձեռքներից ուզում եք հանեք։ Աշխարհը գնում է ապականության։
Այնինչ որ չենք տեսել այսօր տեսնում ենք խմբավորումներ են սկսել, որ երիտասարդներ իրեն շուն են ձևացնում եւ մնում են շուն, հաչում են։ Ինչ որ մեկ իրեն այսպես գոտիով, ռեմենով կամ չգիտեմ շղթայով պահում է ու նրանք սովորում են։ Ես տեսել եմ, վերջերս տեսա դասընթացներ, թե ինչպես լավ շուն լինել։ Դևը մարդուն դարձրել է շուն, չուլ, դատարկ մեկը եւ հասկանում ես, որ իսկապես այսօր ահավոր մի բան է սիրելի քույր երեխայներ, հակառակորդը էլ չի թաքցնում իրեն։ Հակառակորդը էլ չի թաքնվում, նա բացահայտ է գործում։ Նա բացահայտ է գործում ու մենք Հայաստանում տեսնում ենք այլևս միասեռները իրենց ձայն են բարձրացնում։ Մենք տեսնում ենք վերջապես, որ ուղակի տղան տղայի հետ, աղջիկը աղջկա հետ, եւ մենք տեսնում ենք այլևս մարմնավաճառները մեր, չգիտեմ, տեցից ներքև եւ այլես վերջում անցավ ասում են ողորմիր մեզ Աստված, ողորմիր մեզ Աստված, որ մենք հայ քրիստոնյաներով վաճառվում ենք եւ պարսիկները եւ թուրքերը եւ տարբեր ազգի ներկայացուցիչներ գալիս են մեր կանանց վճարում են ու պղծություն են գործում։ Ես ամոթում եմ, ես ամոթ եմ վերապրում։ Մեր ազգը այդպես չպետք է լինի։ Երեխայներ միգուցե թեմայից շեղվում եմ, բայց չէ։ Ուզում եմ սթափության կոչ անել։ Հիսուսը վերադառնում է։ Աստվածաշունչը խոսում է, որ նա կգա, հակաքրիստոսը կգա, եւ նրան կտրվի իշխանություն, եւ նա կստիպի, եւ նա կպատրի պայմանագիրը, եւ բոլորին կխաբի, եւ այլևս իր ձեռքում կլինի իշխանությունը, եւ Եբրայեցիների 10-րդ գլխի 39-ին ասում է. իսկ մենք փորձեմ գտնեմ, այո, 37-ը, 10-րդ գլխի 37-ը, որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու էր կգա ու չի ուշանա, նրա անունն է Հիսուս։ Եվ մի քիչ ժամանակ էլ, միայն մի քիչ ժամանակ է, գրեք ոսկի տառերով, Եբրայեցիս 10:37-ը, մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու էր կգա ու չի ուշանա։ Այո, Տեր Հիսուս, մենք սպասում ենք քո գալուստին։ Դու կգաս ու դու չես ուշանա։ Երկինքը կպատրվի, ամբողջ լույսներ տվող այդ արեգակ լույսին կխավարեն եւ միայն կերևնա Աստծո որդի Հիսուս Քրիստոսի լույսը։ Իսկ իր հետ կգան սուրբերը, որտեղ միջև այդ պետք է որ հափշտակված լինեն սուրբերը։ Ես այս ամենը ասում եմ ու շատերը նայում են ու ասում են հիմա ինչ ենք անելու, ոնց ենք առնելու, ծախելու, միջև Նոյը չմտավ տապան, ջրհեղեղը չսկսվեց, միջև Ղովտ ընտանիքով դուրս եկավ, կրակ Եհովայից չիջավ։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ Տերը իրեն զավակներին կփրկի, իրեն զավակներին կհանի այդ վիճակից մեջտեղի խանգարող պատը, որը գրված է իսկապես Թեսաղոնիկեցիների մեջ, Տերը կվերցնի ու այնուհետև կգա կորհուստը սիրելներ։ Եվ գրված է երկրորդ Թեսաղոնիկեցիների մեջ, ասում է. Եվ հիմա գիտենք, որ այն խափանում է, որ նա իր ժամանակին կհայտնվի, որտև անօրենության խորհուրդը արդեն զորանում է, երկրորդ գլուխ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 7-րդ համարը։ Միայն թե միջև որ մեջտեղից վեր առնվի այժմ խափանողը, այն մեջտեղի պատը, եւ այն ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տերը կսատկեցնի իր բերանի հոգովը եւ կխափանի իր գալստյան հայտնությունովը, որի գալը սատանայի ներգործությունիցն է ամեն զորությունով, սուտ նշաններով, հրաշքներով, անիրավության ամեն խաբեություններով, կորսյալների մեջ փոխանակ նրան, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկեն նրանց, որ հավատան ստությանը, որ դատապարտվեն ամենը, որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավատացին անօրենությանը։ Իսկ մենք պարտենք ամեն ժամանակ Աստվածանից շնորհակալ լինել ձեզ համար, Տերոց սիրոած եղբայր, որ Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար հոգու սրբությունով ու ճշմարտության հավատքի մեջ։ Ամեն։ Տերը ընտրեց մեզ ոչ թե դատապարտելու, այլ փրկության համար եւ մեջտեղի խանգարող պատը պիտի վերցվի եւ նոր սատանան պիտի գա։ Որտեւ եթե այսօր հակաքրիստոսը գա, եկեղեցին եթե աղոթի կապի, նա պիտի կապվի։ Եկեղեցին եթե նրան ջարդի, նա պիտի ջարդվի։ Եկեղեցին չպետք է լինի երկրի վրա։
Եվ նա ազատորեն, անարգելք պիտի գործի, ստիպի, այդ օրերում շատերը կգան գիտակցության, որտեղ իրենց հարազատները էլ երկրի վրա չեն լինի եւ կուզեն չընդունեն ճիպավորումը, դաժան օրեր են սպասվում նրանց։ Քույրեր, եղբայրներ, ընդունեք Հիսուսին այսօր։ Սիրելի հայրենակիցներ, տիկնայք, պարոնայք, աղջիկներ, տղաներ, մորաքույր, քեռի, հոպար, հորաքույր, չգիտեմ, ընդունեք Հիսուսին։ Ընդունեք Հիսուսին։ Առանց Հիսուս վտանգավոր է մեռնել։ Առանց Հիսուս վտանգավոր է երթևեկել։ Առանց Հիսուս վտանգավոր է երկրի վրա ապրել։ Շուտով, շատ շուտով, այլևս ժամանակ չկա։ Հիսուս վերադառնում է։ Եվ ուզում եմ շատ պարզ, շատ հստակ ասել, մեր օրերի այս բոլոր այս արհեստական բանականությունը, այս ռոբոտաշինությունը, գիտության զարգացումը, որտեղ Դանիելն ասեց, գիտությունը կզարգանա եւ մարգարեներից մեկը ասեց, շատերը այս ու այն կողմ պիտի մեկնեն եւ գիշերվա պահերին ջահերի պես տեսնում եք կառքեր իրար են բախվում, որոնք մահացու են, դրանք ավտովթարներն են եւ այս ամենը այլևս կատարված փաստ է։ Բոլոր մարգարեությունների, ինչ ասեմ, 70-80% այլևս կատարված է։ Վերջինը, որ ավետարանը կքարոզվի մեծամասշտաբ, որը երբեք չի քարոզվի, ասում եմ ձեզ, մեր այս COVID-ից հետո մեր օրերում երբևէ այսքան ուժեղ չէր քարոզվի, բոլոր հեռուստաընկերություններով, համացանցերով, փողոցներում երբեք այսքան ավետարան չի քարոզվի, ինչքան այս վերջի 4-5 տարվա ընթացքում։ Ահա ձեզ վերջնական արդյունքը, սատանան այս միջոցով ուզում էր մարդկությանը իսկապես վերջ տալ, ու մենք լսում ենք, որ այս ամենը մարդածին է, մարդու ստեղծածն է, COVID-ը եւ այլը, ինչ որ իմաստով ես հավատում եմ դրան, բայց դա հիվանդություն էր կար, ու այդ COVID-ը ասում են մարդկանց թիվը շատացել, ուզում են քչացնել, ուզում եմ ասեմ շախմատ, միջև դա 7 միլիարդ եւ մի քիչ ավել, հիմա 8 միլիարդ արդեն անցավ երկրի վրա։ Մարդկությունը չքչացավ, մարդկությունը շատացավ։ Քույրեր եղբայրներ, Աստված ուզում է մարդկանց փրկի քո միջոցով, փրկի իմ միջոցով։ Իսկ ես այսօր դու տրված ենք այս բանին, որ նեղացած եմ ես եղբորից, խռոված եմ ես հովվից, նեղացած եմ ես քրոջից, ես էլ եկեղեցի չեմ գա, կգամ էլ չեմ ծառայի, տոտ սենց հերիք եղավ, բավական է։ Լրջանալ է պետք, սթափվել է պետք, ուղակի Տիրոջ առաջ խոնարհվել է պետք, հերիք է։ Ինչի մասն եք դուք խոսում։ Վախենում եք Տիրոջը ծառայել, վախենում եք Տիրոջինը Տիրոջը տալ, վախենում եք տասանորդ տալ, վախենում եք եկեղեցի շինել, վախենում եք գյուղեր գնալ ավետարան քարոզել, վախենում եք մարդկանց ավետարան քարոզել, օ ինքը ղեկավար, ինքը պաշտոնյա է, ժողովուրդ, մարդիկ առանց Հիսուս դժոխք են գնալու։ Ով այս կյանքը թողեց, ոչ մի հետարքիր ու անհետարքիր հոգևորական է թվում նաև ես, ինչ չել անենք, ինչ ծոմեր, աղոթներ, պատարակներ, մեռնելուց հետո ոչ մեկին, ոչ մի բանով չես կարող էլ օգնել։ Մարդը այսօր կամ իրականից ընտրում է կյանքը, կամ մերժում է, եւ ինչպես գրված է, որ մարդու համար մեկ անգամ է սահմանված սիրելիներ, եւ ասում է, գրված է 9-րդ գլուխ 27-րդ խոսքը, ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, նրանից հետո դատաստան, նույնպես էլ Քրիստոս մեկ անգամ պատարակվեց շատերի մեղքը վերցնել, մեկ անգամ մեռնել ու դրանից հետո դատաստան, այլևս երկրորդ հնարավորություն, երկրորդ շանս չկա, քույրեր եղբայրներ, եւ դրա համար ես այսօր ասում եմ, հակա Քրիստոսը շուտով կսկսի իր գործունեությունը, ես այդպես եմ մտածում, եւ սա հեմված է ամեն մարգարեական կատարվելիք խոսքերի վրա, ոչ մի դարում այսքան արագ մարգարեությունները չեն զարգացել, ինչքան մեր օրերում, ամեն օր մի բան կատարվում է, ամեն օր մի մարգարեություն կատարվում է, եւ այսօր ինչ է իմ հորդորս, ինչպես հայրս, իր վերջին ուղերձում 20 թվականի հունիսի սկզբին կամ մայիսի վերջ, իր վերջին ուղերձով բարձացավ բեմ եւ այս խոսքը ասեց, ես աղոթում եմ, որ լինենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի։ Պապ ջան, մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի։ Դա էր իմ հոր սիրտը, եւ դա իր ժառանգությունն էր, որ փոխանցեց մեզ։ Մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի։ Սրանք լոկ խոսքեր չեն, սրանք են մարդու խոսքերն են, ով
Տիրոջը հավատարիմ ծառայեց, ուղղակի ինչ ասեմ, մոտ 40-45 տարի, նվիրական, Աստծո մեջ ուղիղ քայլեց, էլ քննադատվեց, էլ ճիպոտվեց, էլ ինչ ասես, բայց չշեղվեց ու չծրվեց։ Թող այսօր մեկ ազգ լինենք, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի։ Թող Տերը գործի մեր մեջ, հայ ժողովուրդ դարձի եկեք, հերիք է, վազեք, հարստանալու հետևից։ Գիտեք, այսօր այնքան կարևոր է, որ մեր երիտասարդները սիրեն Աստծուն, սիրեն Աստծո գործը գործել։ Այնքան կարևոր է, որ մենք այսօր լրջանանք ու կոնկրետանանք, որ ժամանակ ունենանք Տիրոջ գործը գործելու։ Ես զարմանում եմ։ Որոշ հոգևորներ այնպես են ապրում, նորից չկամ ես էկրանների մեջ։ Մեկս կոչում ենք սա հարցակում, մյուսս կոչում ենք սա մեդիայի հարցակում, բայց դե կլուծվի կարծում ենք։ Տերորդնի սիրելներ, եթե ձայնս լսելի է, մենք խոսում ենք Քրիստոսի երկրորդ վերադարձի մասին։ Սուրբ Հոգի, խնդրում ենք քո ձեռքը, քո ողորմությունը եւ քո օրհնությունը, Տեր։ Խոսիր մեր սրտերի հետ։ Եվ Տիրոջը խոսքն ասում է, որ բոլոր ազգերը կտեսնեն վերջը, բոլոր ազգերը կզգան։ Այնպես չի, որ միայն Ամերիկան կամ Ռուսաստանը կամ Հայաստանը։ Եթե նայենք մարգարեական գրքերում, ասում են, որ շատ աստվածաբաններ ասում են, որ նախկին Սովետ Միության վայրից է լինելու գազանի գալուստը։ Եվ այսօր ամենագրավիչը այն է, որ մոլորյալները փորձում են իբր թե մեկնաբանել հայտնության գիրքը եւ ամենաանմաստ ու ամենադատարկ բաներն են խոսում։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, որ վերջի օրի մոլորությունը համացանցով կմտնի ձեր տները։ Համացանցով անգլիախոս երեխաներ կգողանա ձեզ։ Զգուշացնում եմ, հեռու մնացեք այն մոլորություններից, որը չեն դավանում մեկ Աստված, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որոնք ուրանում են Սուրբ Հոգու աստվածությունը, ազդեցությունն ու զորությունը, եւ ես ասում եմ ձեզ, վերջին օրերում շատ ահավոր է լինելու ու արդեն է։ Հեռու մնացեք ամեն այդ կոյրական աղբից, հեռու մնացեք այդ ամեն ամերիկյան աղբից, հայկական աղբից, ամեն ազգերից, որ կբերեն իսկապես այդ մոլորության պղծությունը եւ կուրանան այն ավետարանը, որով դուք փրկվեցիք ու լուսավորվեցիք, Տիրոջ խոսքն ասում է անիծյալ լինի, նզոված լինի անգամ այն երկնքից եկած կարծյալ հրեշտակը, եթե ուրիշ ավետարան կբերի։ Պետրոս, Պողոս առաքյալը ասում են նզովյալ լինի, որտեղ ուրիշ ավետարան չկա, կամ մեկ ավետարան, որը դուք գիտեք ու կարդացել եք։ Այսօր դարձի եկեք, ապաշխարեք, վաղը ուշ է լինելու քույրեր եղբայրներ, այլևս ժամանակ չկա խաղ խաղալու։ Այսօր լրջանալ է պետք, այսօր կոնկրետանալ է պետք եւ Տիրոջ ավետարանի շուրջ ավելի ուշադի լինել է պետք։ Ես հորդորեցի ձեզ այսօր, ես քաջալերեցի ձեզ այսօր եւ ես ուզում եմ ձեզ ասեմ, շատ մոտ է, շատ մոտ է։ Դրա համար աղոթքի տուն եկեղեցին ջանք ու եռանդ է դնում վազելու ավետարանը քարոզելու, շենքեր շինելու։ Այսօր մենք հողակտոր ենք վերցրել ու ես ջանում եմ 2 ամիս ունեմ պարտքը վճարելու եւ ունեմ դիմացը 1-2 տարի եկեղեցու շենքը շինելու։ Դրանից հետո էլ տեսիլքս չի հերիքում։ Ես չգիտեմ ինչ է լինելու։ Ես չգիտեմ մեզ թույլ կտան թե չէ, բայց ես գիտեմ, որ Տերը ունի խոսք։ Երանի այն ծառային, որ ինչի վրա որ դրել եմ, գամ իրան տեսնեմ դա անելուց։ Իմ ծառաներին կերակրելուց ու գամ տեսնեմ, գործ գործելուց ու գամ տեսնեմ։ Սիրելիներ, եկեք գործենք Տիրոջ գործը։ Եվ եկեք միասնական Աստծո գործի մեջ մեր իրական մասնակցությունը բերենք։ Ամեն մարդ վազ է տալի իր կյանք, իր տուն, իր գործ, իր հարց, բայց այսօր Քրիստոսի ավետարանի համար վազողները քիչ են, որպես եկեղեցու հովիվ, մեր եկեղեցուն եմ ասում ու երիտասարդներին եմ ասում, դուրս եկեք ծուլությունից, դուրս եկեք թուլությունից։ Երբեմն իսկապես այնքան ծույլ ենք մենք երիտասարդներով, որ այս լայվերը շատերի փրկության պատճառ է, որ մենք չենք էլ ուզում անգամ կիսվենք ու բացատրություն չկա։ Սիրելիներս, թող Տերը շարժվի, թող Տերը գործի,
Թող Տերը իսկապես փառավորվի ու թող ամեն ժամանակ վախեր, նևրոզներ Հիսուսյանով ձեր ոտքերի տակ անցնի։ Ես չխոսեցի, որ սարսափի մեջ ընկնեք, երազների մեջ, այլ ավելի սրբության մեջ, զգոնության մեջ Քրիստոսին պատրաստ դիմավորելու։ Աղոթքաժողով է վազիր, պաշտամունք է վազիր, Աստվածաշնչյան դպրոց է վազիր, հոգևոր վիճակիդ վրա վիճակ ավելացրու։ Եվ ես ուզում եմ մի շատ կարևոր աղոթք առաջարկեմ, քույրեր, եղբայրներ, թող Տերը ազատագրի մեր ազգին վախերից, տագնապներից ու ամեն չար իսկապես մտքերից։ Ամենակարող Աստված, պատրաստիր մեզ քո գալստյանը, ողորմիր մեզ Տեր, որ մենք զգոն լինենք եւ արթուն լինենք։ Տեր, իրականից տուր մեզ քո միտքը, որը զգանք եւ չմոլորվենք ու չխաբվենք։ Դու ասեցիր Տեր, Մատթեոս 24:3 զգուշ եղեք, որ մեկը ձեզ չխաբի։ Զգուշություն է պետք համացանցից, զգուշություն է պետք այսօրվա քարոզիչներից, զգուշություն է պետք ամեն մի նորամուծությունից, զգուշություն տուր մեզ Տեր, զգոնություն տուր մեզ Տեր, որ սիրենք քո ավետարանը, որը հին է, բայց հնացած չէ, նա միշտ թարմ է։ Օ հզոր Թագավոր, ես աղոթում եմ, որպեսզի դեպրեսիայից, ստրեսից, նևրոզից, ամեն հարձակումներից, անքնություններից, փուչ եւ ամեն անիմաստ երազներից եւ ամեն մղձավանջներից ու փուչ տեսիլքներից ազատագրիր Աստված։ Թող ձեր նևրոզը, ձեր ամեն փուչ տեսիլքները, ձեր դեպրեսիաներն ու անքնությունները թող վռնդվեն ձեզանից Հիսուսի անունով։ Ես աղոթում եմ, որ Տերը ազատագրի ձեզ, ես աղոթում եմ, որ Տերը ողորմի ձեզ, ես աղոթում եմ, որ Տերը ազատի անեծքից, ազատի չարիքից, քրենդրը լորը հերմաշե, Տեր ազատիր անպտղությունից, ազատիր չամուստանալուց, ազատիր իսկապես ամեն աղքատության այդ ինչ ասեմ, այդ մաղձից, որ մարդը իրականից ունի այդ դժվարությունը, անընդհատ չքալության մեջ, անընդհատ պարտքերի մեջ, վարկերի մեջ, շատեր իրենց խելքով ընկած դժվարությունների մեջ, խահամոլության մեջ, այդ ֆինանսական այդ չարիքից ազատիր, որ մարդ իր քրտինքով աշխատի եւ իր աշխատանքի մեջ քո ողորմությունը, օրհնությունը խնդրի, որտեղ դու աշխատող ձեռքը օրհնում ես, սիրելի Աստված, դու օրհնում ես վազող ոտքերը Տեր Հիսուս, օ ազատիր սատանայի ամեն փուչ ստություններից, այդ ամեն ներդրումներից, այդ ամեն համացանցով դրամ աշխատելուց Տեր ազատիր այդ անեծքից ու չարիքից եւ պահիր հոգեվորներին այդ խաբկանքներից ու մոլորություններից։ Տեր, ես աղոթում եմ, որ քո գալստյանը պատրաստ անես մեզ Տեր, որքան է ջանամ, որքան էլ ուզեմ, դա ես չէ որ պիտի անեմ, դա քո շնորհն է, որ մեզ կպատրաստի։ Տեր, պատրաստիր մեզ, խնդրում եմ։ Մեր օրերի մեջ Տեր, թող հպարտությունը մեզանից գնա, թող ցուցամոլությունը գնա, թող գնա այն ամենը, որը քեզ փառ չի բերում, Տեր, որտեղ մենք ուզում ենք լրջության մեջ, խոնարհության մեջ, ուղղակի մեր անձերի շինությունը տեսնելով, որ ասում է խոսքը զգուշ եղիր քո անձին ու վարդապետությանը, որ դա անելով քեզ էլ լսողներին է կապրեցնես։ Օ Տեր, թող սկսվի մեզանից ամենը Հիսուսի անունով։ Շի գորալալալա բարալամաշե։ Ամեն տկարություն թող վռնդվի ձեզանից, ամեն հիվանդություն թող հեռանա, Տեր Հիսուս ունի իշխանություն եւ ցավերը բժշկելու եւ մեղքերը ներելու։ Մեղավորներ դարձի եկեք, ինչ էլ որ արած լինեք, մարմնավաճառ եք, միասեռ եք, սեռափոխված եք, այլանդակության կողմնակից եք, չգիտեմ, չարիք եք արել, սպանություն եք արել, գողություն եք արել, ամենի մեջ Տիրոջը կանչեք, զղջացեք ու Տերը թող ների, թող ձեզ տա ճանապարհ շտկվելու, ապաշխարելու, գլերը մեզ սոնգորը հերմաշե, թող Տերը ողորմի բամբասող բերանը թող լինի ամենը այլևս բարեխոսող, թող լինի չար աչքեր նայող ցանկամոլը այլևս օրհնող, ռենդրը լորը հերմաշե, թող Սուրբ Հոգին տիրի ու գործի, թող Տերը ազատագրի ու սրբի, թող հակաքրիստոսի գալը դու չտեսնես, այլ Հիսուս Քրիստոսի գալուստը տեսնես։ Մենք չենք սպասում հակաքրիստոսին, մենք սպասում ենք Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Թող Տերը օրհնի ձեզ, թող Տերը ողորմի ձեզ, Սուրբ Հոգու հաղորդությունը, Հայր Աստծո սերը եւ Հիսուս Քրիստոսի շնորհը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։ Քերալամաշե։ Անպտղությունից ազատողը Տերն է։ Տարին կավարտվի 2.5 ամսից,
այս 2.5 ամսվա մեջ թող անպտղությունը քեզանից հեռանա։ Թող Տիրոջ անունով եմ ասում, հավատքով եմ դավանում, թող 5 հոգիներ կանգնեն ու ասեն այս վերջի 2.5 ամսվա ընթացքում իրենց 8, 10, 15, 20 տարիների, այդ բոլոր տարիների տառապանքը ավարտվեց։ Ընդունեք հավատքով, լսեք հավատքով, զորացեք, ով ինչ կուզի ձևակերպի իմ ասածը, ես հավատում եմ, որ վաղը նոր օր է բացվելու։ Մենք չպետք է վախով բռնվենք հակաքրիստոսին սպասելու, դա էլ մոլորություն է։ Մենք պետք է զգոնությամբ ու սրբությամբ Աստծո վախով քայլենք եւ սպասենք Հիսուս Քրիստոսի վերադարձին։ Զգուշացի միջև որ եկեղեցիներից կխոսես։ Զգուշացի, երբ որ հեշտությամբ փափուկ բազմոցում նստած հովիվներից ես քննարկում, զգուշացի։ Աստծո ծառաները հովիվները տառապում, չարչարվում են, մեկը ավել, մեկը պակաս, բայց բոլորն է հարգանքի արժան են, որտեղ քարոզում են ավետարանի ճշմարտությունը։ Սիրում եմ իմ հայ ժողովուրդը, սիրում եմ Աստծո մեջ բոլոր եկեղեցիները, որոնք դավանում են Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Օրեր առաջ մի շատ օրհնյալ եպիսկոպոսի հետ էինք հանդիպել, հացկերույթ ունեցանք եւ ասեցի. հոգեվոր հայր եք դուք, ինչ ունեք փոխանցելու ժողովրդին, եւ նա ասեց. Կարեն, հորդորի շատ աղոթեն, ծնկների վրա աղոթեն, որտեվ աղոթքն է, որ կբերի արթնություն մեր ազգի մեջ, եւ աղոթքն է, որ կբերի սրբություն մեր անձնական կյանքի մեջ։ Աղոթք, հաղորդակցություն Տիրոջ է, դա է ամբողջ ձեր ուղերձը, այո։ Եվ ասեմ ձեզ, դա զորավոր ուղերձ է։ Տերը օրհնի ձեզ, Տերը պահի ձեզ սիրելիներ։ Ամեն, ամեն իրինակուրս Տերը օրհնի ձեզ։ Սիրելիներ, մենք Պրոշյանի մոտ, Կվարտալի մոտ 7000 մետր հող են գնել եւ ուզում ենք մի քանի հազար հոգանոց եկեղեցու շենք շինենք։ Ինչու ենք ուզում այդպես, որ շատերը գան ու փրկվեն։ Էլիզաբեթ քուրս, Էլիզա քուրս, Տեր օրհնի, Արոջան։ Տիրոջը իսկապես եկեք Աստծունը տանք Աստծուն։ Հորդորը, Արևիկ, Արտակ, սիրում եմ ձեզ, օրհնում եմ, այս շաբաթ ջավախք եմ գալու, շուտով գովազդը կտեղադրենք։ Եվ մյուս 3 շաբթի օրը կամ 4 շաբթի օրը կլինեմ Թբիլիսիում։ Էնպես որ հորդորում եմ, որ Թիֆլիսում բնակվող մեր հայրենակիցները սպասեն մեզ եկող 3 շաբթի կամ 4 շաբթի։ Մենք գովազդ կտեղադրենք։ Իսկ շաբաթ օրը կլինի առավոտյան Ջավախքում ժամը 12-ին մենք էլի, ոնց որ եկանք, եւ նաեւ երեկոյան ժամը 6:30 կլինենք Գյումրիում, Աստված օրհնի ձեզ։ Սիրում ենք ձեզ, օրհնում ենք, իսկ նոյեմբերի 1-ին կունենանք հրաշալի մեծ կոնֆերանս։ Կարող եք արտերկրից գալ, կարող եք մարզերից գալ, շաբաթ է օրը եւ մնալ եկեղեցում ու կիրակի օրն էլ մասնակցել։ Վալտեր Զուգարևիչը կլինի Միացյալ Նահանգներից եւ մի օրհնված եղբայր մարգարե ու միասին կծառայեն։ Տերը օրհնի մեզ, շուտով կհանդիպենք նորից եթերում, իսկ կիրակի օրը առավոտյան 11-ին այն թափում, ժամը 5-ին երեկոյան 17:00-ին Նիկողայոս Տիգրանյան 15 հասցեում։ Խուլ ներողություն կույրերի կոմբինատ դահլիճում։ Աստված օրհնի բոլորիդ։ Մի մոռացեք Աստծո եկեղեցին շինել։ Եթե սրտումը դրվեց պարտքը փակես, միայն ուրախ եմ։ Տերը ձեզ հետ։